Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Փող քաղաքապետի հետ կապված ասեմ ձեզ, ուրեմն չեմ ուզում դրան անդրադառնալ, ինչ որ այդտեղ խնդիրներ կա, բայց եթե շատ եք ուզում պատասխանեմ, կպատասխանեմ, եթե չէ կարող եմ շրջանցել։ Ուզում եք, բարի։ Մի թեթև, ոչինչ, քաղցր ջան, սպասի պատասխանեմ, ուրեմն մի թեթև պատասխանեմ, ուրեմն փող քաղաքապետի հետ կապված, այստեղ ոնց որ ես ավելի շատ, ուրեմն, որ ծիծաղում եք, գեղեցկանում եք, ասեմ ձեզ, ինչ լավ է։ Ասեմ, չեմ շեղվում, մի անհանգստացի, Նարեկ ջան, չեմ շեղվում։ Ասեմ ձեզ, ուրեմն, ես ոնց որ նպաստեմ, ինչ որ մի բանի, որ ասենք պատկերացրեք, եթե ինձ ձերբակալեն, ինստինկտյան փող քաղաքապետը պարտավորակ բանը ինքը վերցնում է իր վրա, ստանձնում է եւ ինքը դառնում է քաղաքապետ։ Այ դրա համար ես եթե այդ պահը մենք դա բան ենք անում, թե չէ միանշանակ ես խնդիր չունեմ աշխատելու հետ կապված, ու ես այնպեսի ապրելակերպ ունեմ, որ ասենք, ինչքան էլ մարդը հարամ լինի, իհարկե ես իրենց հետ չեմ ասում, ասենք, ով ուզում է լինի, ինձ հետ ինքը մաքուր կպահի, որտեվ ես մաքուր եմ պահում ու մաքուր պահանջում եմ մարդկանցից։ Դրա համար ես վախենալու բան չունեմ, բայց եթե այդ սկզբունքը կիրառեն, ոնց որ մենք նպաստենք, որ ԿՊ-ն քայլեր ձեռնարկի, այ դրա համար, լոկ դրա համար ոչ։ Իմ եւ Միքայել Սրբը ոչ, միանշանակ չկա, մենք իրան Եթե դուք օրինակ թողություն տաք մեղքերի հաջորդ բային էլի մեղք կգործեք։ Ով է, բոլորն էլ այդպես են։ Ուրեմն մեղք այնպեսի բան է, որ յետեք ինչ կա։ Ներողություն ասեմ, ուրեմն ասում եմ մարդը չի կարող մեղք չգործի։ Ապաշխարում ես, ուրեմն մենք բարձրանում ենք եւ հետո ընկնում ենք։ Այդպես է, մեղքի հետ կապված, ուրեմն այդպիսի մարդ չկա, որ աշխարհում ապրի ու մեղք չգործի։ Անհնարին բան է, որ մեղք չգործի։ Ընտուփ ճգնավորները անապատում մեղք էին գործում եւ իրանց համարում էին բազմամեղ։ Տես Ներսես Շնորհալին իր հավատով խոստովանիմի 24 տուների վերջում ասում է եւ ողորմյակ ու արարածոց եւ ինձ բազմամեղից, բայց ինքը սրբոց դասին էր։ Էլ Նարեկացին չեմ ասում, որ աշխարհի օվկիանոսները դառնային թանակ, մայրցամաքները մակաղատ, դարձյալ չէին կարող գրել իմ մեղքերից 1000-րդ մասնիկը եւ այդ։ Եթե Արարատ լեռը դնենք կշերկի մի նժարին, իմ մեղքերս մյուս նժարին, իմ մեղքերս կգերազանցե Արարատ լեռին, Գրիգոր Նարեկացին է ասում, Նարեկ լսի։ Ուրեմն պատկերացրեք, այսինքն եթե նրանք իրանց մեղավոր են համարում, բայց աշխարհի մեջտեղ է կանգնած, ոնց կարող է մեղք չգործեմ։ Հետո այս աղջիկները կթողնեն որ մարդը մեղք չգործի, գեղեցիկ հակած, ոտքերը բաց, ես չգիտեմ ինչ ասես անում են, էլի որ մարդիկ տղամարդկանց գայթակղության պատճառ են հանդիսանում։ Եվ դրա համար ասում է վայ ձեզ կանանց, որ տղամարդկության գայթակղության պատճառն եք հանդիսանում։ Հասկացա՞ք, այ դու էլ դա սովորի։ Քաղաքապետին նախ թեկնածուի մասին ասեք ով է լինելու եւ երկրորդը արդյոք դուք վստահ եք իր անբասիր կենսագրության հետ կապված որ կանոնակ գործերի հետ կապված ինքը խնդիրներ չի ունենա։ Փող քաղաքապետ։ Այո, թեկնածու նախ ով է։ Գիտեք ինչ կա, եթե հիմա այդպես մտածենք, որ մարդուն պետք է սենց փողոցը բռնեն, տանին ինչ որ կարեն վրեն ուղարկեն գաղութ, հասկացար, հիմա ինչ ուզում ես արա, եթե պետությունը նմանատիպ վարկագիծ է անելու, ինչ ուզում ես խոսա, ինչ ուզում ես դիր, հետո իրան կխայտարակվեն, ես չգիտեմ ինչ կլինեն, ընդհանրապես ես չգիտեմ ինչ կդառնան, այսինքն հիմա ելում է պետք ընդհանրապես տեղական ինքնակառավարման ընտրությունները, էլ ինչ պետք է այս ամեն համակարգը, որ ստեղծված է, այսինքն այդ մակարդակի քաղաքապետը այդքան իրանց հետաքրքիր է, որ ասենք այդքան, ամբողջ, մի բան էլ ասեմ ձեզ, ինչքան է քաղաքապետը հզոր լինի, պետք է անպայման իր հետևից ուժել տեսնի, հասկանալի է, որ կարողանա, օրինակ ես իշքան հզոր քաղաքապետ եմ եղել ու իրոք շատ հզոր քաղաքապետ եմ եղել, բայց եթե Քոչարյանը Ռոբերտը չթեքվեր դեպի Գյումրի, շատ բաներ կար, որ դժվար կլիներ ինձ համար անել, ուրեմն պետք է այդտեղ հարաբերությունները Դատաստանի մեջ մինչև Եվրոմիություն, ես չգիտեմ ինչ։ Մի խոսքով, Փաշինյանի դեպքում անպայման ասում եմ, դադի ենք տալու կառավարությանը, եթե հանգարցակի, ուրեմն 30 միլիարդը չտվեցին քաղաքի հասանելի գումար
համարները, որ ասենք 85 միլիարդ քաղաքից հավաքագրվում է, տարվում է հանրապետական բյուջե։ Այնտեղից տրվում է քաղաքին 3 միլիարդ 200 միլիոն։ Անպայման դրա համար պայքարելու եմ։ Հետո պայքարելու եմ այն պատտվող մեխանիզմը, որ կատարվում է քաղաքապետի հողհատկացումը գնում է մարզպետարան քաղաքաշինության նախարարություն, որը հակասահմանադրական է, որովհետև քաղաքի հադագագիծը կա։ Եթե քաղաքի հադագագիծը կա, այդ մեխանիզմը խոչընդոտում է քաղաքի զարգացմանը։ Անպայման դրանց վերաբերյալ, եթե հանգարց ընդհանուր հայտարարի չեկան կառավարության, ուրեմն գիտեցեք, որ Հայաստանի Հանրապետությունում անկախացումից հետո առաջի անգամ քաղաքապետարանը դադի է տալու կառավարությանը, բարձրաձայնում է։